Ողջույն սիրելիներս, ինչ լիարժեքություն առանց բալիկների եւ ինչ թվագիտություն առանց մեր բալիկների մասին ռեալ ինֆորմացիա իմանալու։ Հիմա շատերը կասեն, որ տատիկները, հատկապես մայրիկները, իմ բալիկն է, չգիտեմ ինչ բնավորության գծեր ունի իմ բալիկը, բայց շտապ եմ ասել, որ ոչ։ Շատ հաճախ մենք ինքներս մեզ չենք ճանաչում, ուր մնաց մեր բալիկներին, որոնք բոլորովին մեկ այլ աշխարհ են եւ բոլորովին այլ մարդիկ եւ ունեն իրենց ապրումները, իրենց մտքերը, իրենց մտահղացումները եւ խոսելով 6 թվի էներգիաների մասին, այսօր ուզում եմ խոսել նաեւ այն բալիկների մասին, ովքեր ծնվել են յուրաքանչյուր ամսի 6-ին, 15-ին, 24-ին։ Հարգելիներս, արդեն խոսելով 6 թվի էներգետիկ հոսքերի մասին եւ այն մասին, թե այդ օրերին ծնված մարդիկ ինչ հատկություններ ունեն, այսօր ուզում եմ խոսել մեր բալիկների մասին եւ ասել, որ նրանք ի սկզբանե այդ օրերին ծնված երեխաները ի սկզբանե լույս աշխարհ են գալիս նուրբ աշխարհների հետ բավականին ուժեղ կապով եւ նրանք անկախ իրենցից լույս են ճառագում եւ եթե անգամ դրսում տեսնում եք բալիկներ, որոնք շատ աչքի ընկնող են, շատ պայծառ դեմք ունեն, ընդհանրապես ժպտում է արևի պես նրանց դեմքը, ապա կարող եք անմիջապես կռահել, որ այդ բալիկը հավանաբար ծնվել է այդ օրերին։ Նրանք ժպտերես են լինում, շատ շփվող են լինում են կոնտակտի մեջ հեշտ են մտնում մարդկանց հետ, բայց սա այն դեպքերում, երբ բալիկը ունի դրական ուրեմն շրջապատը նրան հոգատարությամբ է շրջապատում եւ ծնողները նրանցից ինչ որ անհնարին բաներ չեն պահանջում։ Այս բալիկները ի սկզբանե աղոթքի ոնց որ արդյունք լինեն եւ իրենց հոգու խորքում մեծ կապ ունեն ուրեմն տիեզերքի հետ եւ իրենց խոսքը շատ հետաքրքիր է լինում, շատ հաճախ եւ 6 թվի տակ ծնված երեխաները կարող է հանկարծակի ինչ որ հարցեր տան, որը որ ինչ որ զարմանքի առարկա դառնա մեծերի համար, բայց հավատացեք, որ նրանց այդ հարցերը գալիս են ներսից եւ նուրբ աշխարհներից եւ ամենևին պետք չէ երեխային սաստել կամ ասել դա քո խելքի բանը չէ, այսինչ ես խոսում եւ այլն, որովհետեւ նման հարցերը նրանց մոտ գալիս են ակամայից ինֆորմացիոն տիրույթներից են գալիս եւ կարծես այս բալիկները ամեն ինչ գիտեն։ Իծնե խելացի իմաստուն բալիկներ են, նույնիսկ շատ անգամ որ ասում են մեծի պես է մտածում, նման հատկություններ կարող է ունենալ։ Այս օրերին ծնված բալիկները շատ լավ ինտուիցիա ունեն եւ եթե ինչ որ բան չեն ուզում անել, ես խնդրում եմ սիրելի ծնողներին եւ տատիկներին, պապիկներին երբեք մի ստիպեք նրանց անել այն, ինչ որ իրենք այդ պահին չեն ուզում անել։ Դա ոչ թե մանկական կապրիզ է, այլ ուղղակի ներքին ուրեմն ձայնի հետ լավ հաղորդակցության արդյունք, քանի որ նա ոչ թե փորձում է ձեզ հակառակվել, այլ ուղղակի այդ պահին ինքը չի ուզում դա անել իր ներքին համոզմունքներից ելնելով եւ երեխաները եւս ունեն իրենց ներաշխարհը եւ պետք է մենք կարողանանք կարդալ, զգալ, հասկանալ եւ ընդունել այդ ներաշխարհը եւ ապրել նրանց ուրեմն էմոցիաները հասկանալով եւ վերծանելով, հակառակ դեպքում եթե նրանց ստիպեք անել այն, ինչ որ դուք եք այդ պահին ուզում, նրանք կսկսեն հակառակվել եւ կսկսեն ամեն ինչին հակառակ ուրեմն ռեակցիա տալ եւ ձեր ծնողների կողմից կամ տատիկների, պապիկների կողմից այն կարող է որակվել որպես չարություն, այսինքն եւ վերջին հաշվով երեխային այսպես ասած պիտակավորեն որպես չար բալիկ, բայց դա իրականում այդպես չէ։ Ուղղակի հարցրեք իրենց, ինչ է ուզում այդ պահին, եթե այսինչ բանը, ինչ որ դուք առաջարկում եք, չի ուզում անել, ապա ինչ է ուզում անել դրա փոխարեն։
փորձեք հարցերի միջոցով եւ նրա ցանկությունների միջոցով այնպես անել, որ ի վերջո ինքը կատարի ձեր ուզածը, բայց ոչ թե ձեր ստիպողական վերաբերմունքի հետևանքով, այլ իր սեփական ցանկությամբ։ Հակառակ դեպքում, եթե փորձեք անընդհատ ձեր կամքը թելադրել ձեր բալիկին, ապա նա կսկսի դառնալ ցրված, կսկսի կորցնել կապը նուրբ աշխարհների հետ եւ հետագայում նա կարող է բնավորության այնպիսի գծեր ուրեմն ձեռք բերել, որը նրան կարող է խանգարել առաջ գնալ, մարդկանց հետ շփվել, սոցիալիզացվել եւ այլն։ Նրանք կարող են դառնալ շատ անվստահ իրենց ուժերի հանդեպ, նրանք կարող են ուրեմն կորցնել հավատը ամեն ինչի հանդեպ, նույնիսկ հարազատների, մտերիմների, եւ սա խոսում է այն մասին, որ ինչ-որ մի բան, ինչ-որ միտեղ այնպես չի եղել երեխայի ձևավորման տարիքում, որը շատ կարևոր է, ուստի պետք է այս երեխաների հետ ավելի շատ երկխոսելու ճանապարհով, ընկերություն անելու ճանապարհով ուրեմն հասնել արդյունքի, քան չի կարելիների, անվերջ տարապ տեղալ երեխաների, այսպես ասած, գլխին, որովհետև նրանք այդ չի կարելիները ոչ թե ընկալում են, որ չէր կարելի, այլ ընկալում են իրենց ներաշխարհով, որ իսկ ինչու չի կարելի, պետք է բացատրել, ինչու չի կարելի, նրանք պետք է դա հասկանան, հակառակ դեպքում դիմացինին կընկալեն որպես ուրեմն իրենց հակառակորդ եւ ամեն ինչ կանեն այնպես, որ իրենք այսպես ասած չար բալիկի համբավ վաստակեն։ Երեխաները նման դեպքերում, երբ երեխաները ինչ-որ խստության են հանդիպում, սկսում են դառնալ ցրված, չեն կարողանում իրենց խոսքը կատարել, ինչ-որ բան են խոստանում, բայց շեղում են ունենում, չեն անում այդ իրենց խոստացածը մինչև վերջ, այսինքն, չգիտեմ, ինչ-որ մի բան պետք է, տնային աշխատանքը պետք է կատարի, բայց կեսից կարող է շեղվել եւ գնալ, ենթադրենք ուրիշ բանով զբաղվել եւ չկարևորել այն ինչ որ կիսատ է մնացել, հենց սրանք հուշումներ են, որ պետք է հասկանալ, որ երեխայի մոտ ինչ որ մի բան այն չէ, ինչ որ ապրումների մեջ ինքը խճճվել է եւ պետք է հարցերի միջոցով փորձել երեխայի հետ երկխոսել եւ պարզաբանել, թե ինչու է նա այս կամ այն գործը կիսատ թողնում կամ ասենք կերակուրը մինչև վերջ չկերած, ինչու է ինչ որ խաղով տարվում կամ չգիտեմ խաղը կիսատ թողած, ինչու է հանկարծ որոշում դուրս գնալ եւ այլն եւ այս ամեն ինչը, այս խառնաշփոթ իրավիճակը պետք է հուշում լինի մեծերի համար, ծնողների համար, որ երեխան ինչ-որ դիսկոմֆորտի մեջ է եւ ինչից է առաջանում այդ դիսկոմֆորտը, պետք է պարզել եւ շատ արագ շտկել իրավիճակը, որպեսզի նրանց խոսքը չարժեզրկվի ընդհանրապես եւ իրենք իրենց ի վերուստ տրված այդ հատկությունը, որ իրենց խոսքը աղոթքի հզորություն ունի եւ յուրաքանչյուր իրենց խոսքը վաղը կարող է իրականություն դառնալ, չկորցնի իր արժեքը։ Սա նրանց մեծ ձեռքբերումն է, ինչպես արդեն ասել էի, 6 թվի ծնվածները հենց աղոթքի մարդիկ են եւ եթե նրանք բարի են, ապա բարությունը կրկնապատկվում, քառապատկվում է եւ հետ է վերադառնում իրենց նույն ձևով, իսկ եթե նրանք ընկնում են չարության, այսպես ասած, ճիրաններ, ապա այդ ուրեմն իրենց խոսքը կարող է կործանիչ լինել ոչ միայն իրենց, այլև իրենց շրջապատի համար եւ այն ետ վերադառնա ուրեմն շատ դաժան կերպով, ուստի երեխային զերծ պահելու համար նման փորձություններից պետք է հասկանալ, որ երեխային պետք է թույլ տալ արտահայտվել շատ ազատ եւ եթե ինչ-որ մի բան ձեզ դուր չի գալիս, ապա ոչ թե պետք է ջղայնանալ կամ ինչ-որ կոպտել կամ ինչ-որ ձևով երեխային սաստել, այլ պետք է ուղղակի հարցերի միջոցով հարցնել, թե ինչու է ինքը այդպես իրեն պահում կամ ինչու է, ինչը դուր չի գալիս, ինչ կուզեր փոխել եւ այլն, որպեսզի խաղի տեսքով կարողանաք ձեր երեխային ուրեմն ետ բերել դրական 6 թվի դրական էներգետիկ դաշտ եւ թույլ չտաք, որ երեխան հանկարծ սկսի կասկածամտություն դրսևորել ինքն իր անձի եւ նաեւ ձեր կամ
շրջապատի, իր փոքրիկ շրջապատի կամ հետագայում նաև ուրեմն մանկապարտեզի ընկերների կամ բալիկների կամ դպրոցում իր ընկերների նկատմամբ դասընկերների։ Եթե ծնողները եւ մեծերը չկարողանան ժամանակին այս ուրեմն բացը լրացնել երեխայի մոտ, երեխան կդառնա բնավորության բացական գծեր կարող է ձեռք բերել եւ կարող է դառնալ սխալ ուրեմն գաղափարները, այսինքն ոչ համամարտկային այն ինչ որ մենք առանձնապես չենք արժևորում, նման գաղափարները նրան ավելի գրավիչ դառնան, այսինքն բնականon ուղուց, որը որ դրական է ընկալվում հասարակության կողմից, հակառակ ճանապարհով փորձեն գնան իրենց եսը ցույց տալու եւ իրենց առանձնահատկությունը ընդգծելու համար եւ սխալ գաղափարներ, նենք մտքեր, այսպիսի բաներ իրենց գլխում կարող է ծագել եւ բնականաբար իրենք կարող են այնպիսի գործեր անել, այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք նյարդայնացնի ոչ միայն ձեզ, այլ նաև հետագայում այն մարդկանց, ում հետ նրանք շփվում են։ Նման մարդիկ հետագայում մեծանալով դառնում են բամբասկոտ եւ բամբասանքը դառնում են նրանց հիմնական ուրեմն զբաղմունքը եւ առանց դրա մենք առանձին կխոսենք ընդհանրապես բամբասանքի մասին, բայց կան մարդիկ, որոնք ընդհանրապես ճպտում են, բայց մեկ կես քայլ հետո սկսում են բոլորովին այլ ուրեմն կարծիք հայտնել տվյալ անձի կամ տվյալ երևույթի մասին, սա ուրեմն չեմ կարող ասել, որ միայն վեցերին է վերաբերում, բոլորին կարող է վերաբերել, բայց վեցերի մոտ առանձնահատուկ ընդգծվածություն կարող է ունենալ եւ այդ իրենց չսոցիալիզացված լինելը փոքր տարիքում նրանց ուրեմն այն հատկությունը, որ իրենք չեն կարողացել իրենց լիարժեք ուրեմն դրսևորել, իրենց մեջ պարփակվել են եւ այլն, կարող է հանգեցնել հետագայում նրան, որ նրանք ուրեմն ոչ մեկի չհավանեն, բոլորի մեջ ինչ-որ վատ բաներ փորձեն գտնել եւ այլն, եւ այս ամենը կարող է հետագայում իր համար ավելի տհաճ իրադարձությունների պատճառ դառնալ։ Ուստի այս ամենից ձեր երեխային պաշտպանելու համար երեխայի հետ ավելի շատ ընկերակցեք, ապրումակցեք եւ փորձեք խաղերի միջոցով նրան բացել, ինչքան կարողանաք նրան բացել, նույնիսկ ձեր համար անհավանական թվացող մտքերը, որ իր տարիքից առաջ ընկնող ինչ որ մտքեր է արտահայտում, սա 6 թվի նշանի տակ ծնված երեխաների համար նորմալ է, որովհետև նորից կրկնում եմ, նրանք լույս աշխարհ են գալիս նուրբ աշխարհների հետ բավականին ուժեղ կապ ունենալով եւ նրանց յուրաքանչյուր նրանց զգացմունքները շատ ավելի առաջ են գնում, քան բառապաշարը, հատկապես փոքր տարիքում եւ նրանք չեն կարողանում ուրեմն բացատրել, թե իրենց հոգոխորքում ինչ է կատարվում, իրենց ներսում ինչ ապրումներ ունեն, ինչ են զգում, բայց այդ ամենը կարող է ուրեմն սխալ ընկալվելու դեպքում մեծերի կողմից կարող է կործանարար լինել բալիկների համար։ Ուստի ձեր երեխաներին առողջ եւ երջանիկ դասիրակելու համար այն ծնողները, ովքեր ունեն 6 թվի տակ ծնված, այսինքն 6-ին, 15-ին, 24-ին ծնված երեխաներ, իհարկե այստեղ միշտ հիշում ենք, որ 6-ի 15-ը եւ 24-ը եւս 6 են դառնում, որովհետեւ այդ երկու թվերի գումարը 6 է դառնում, բայց այդ 15-ի եւ 24-ի 6-երը մի փոքր այլ ուրեմն մոտեցում ունեն, նորից վերջնարդյունքում 6 է, հիմնականը վերաբերում է 6-ին, բայց նաեւ մի փոքրիկ այնտեղ ուղղություններ կան, որին կարելի է նաև ուշադրություն դարձնել, այս մասին մենք հետագայում կխոսենք, իդեպ ասեմ, որ հետևորդներից մեկը 6 թվի մասին խոսելիս գրել էր, որ 24 թվի մասին ես չեմ խոսել, այսինքն 6-ի 15-ի մասին որոշ չափով խոսել եմ, բայց 24-ի մասին առանձնահատուկ չեմ խոսել ես իմ ընկերներին խոստացել եմ 24 թվի ծնվածների մասին առանձին
տեսանյութ նվիրեմ եւ հետագայում տեսանյութը կարծում եմ հենց այդ մասին կլինի, ուստի խնդրում եմ բաց չթողնել հերթականությունը եւ հետեւել տեսանյութերին, որպեսզի 24 թվի ծնվածները, հատկապես այն ունկնդիրը, որին այդքան հետաքրքրել էր 24-ի մասին տեղեկությունը, հասցնի ծանոթանալ եւ պետք է խնդրեմ, որ եթե ցանկություն ունեք, կարող եք ձեր մտերիմներին եւս առաջարկել դիմել, որովհետեւ չեմ դադարի ասել, որ թվագիտությունը այն ուղղությունն է, որը հնարավորություն է տալիս ինքնահայեցվելու, ինքներդ ձեզ ավելի մոտիկից ծանոթանալու, ինքնաբացահայտելու, որովհետև հավատացեք, ինչքան էլ ուսումնասիրեք եւ ինչքան էլ տեղեկացված լինեք, ապա ամեն օր կարող եք ուրեմն նոր բան իմանալ ինքներդ ձեր մասին եւ ինքներդ զարմանալ, թե ինչ մեծ պոտենցիալ կա ձեր ներսում, որոնք որ ճնշվել է կամ անտեսվել է տարիների ընթացքում։ Ուստի այս ուղղությունը շատ հետաքրքիր է եւ օգնում է մարդկանց եւ հոգեբանորեն կայուն լինել եւ ընդհանրապես աշխարհը նայել մեկ այլ տեսանկյունից, որը ավելի հետաքրքիր է եւ ավելի խորիմաստ, այնպես որ շարունակեք հետևել, ես հերթականության բոլոր թվերին կանրադառնամ, իսկ եթե դուք ունեք հարցեր, ապա գրեք ձեր հարցերը, ես սիրով դրանց կանրադառնամ, իդեպ ես պատասխանում եմ բոլոր նամակներին, եթե հարցեր ունեք գրեք, կպատասխանեմ, եթե կարիք լինի նաև առանձին տեսանյութ կպատրաստեմ հատուկ ձեր հարցերին պատասխանելու համար, այնպես որ այսօր այսքանը ես ներկայացրեցի 6 թվի տակ ծնված երեխաների առանձնահատկությունները եւ սիրելի մայրիկներ, հայրիկներ, տատիկներ եւ պապիկներ, քույրիկներ եւ եղբայրներ, եթե դուք ձեր ընտանիքում ունեք այս հրաշք թվի տակ ծնված բալիկ, ապա կամ մեծ կամ փոքր էական չէ, ապա հատուկ խնամքով վերաբերվեք նրանց, որ նրանց խոսքը միշտ լսեք եւ փորձեք նրանց թույլ տալ ամբողջովին արտահայտել իրենց հույզերը, դա կապ չունի ինչ բառերով, ինչպես նրանք կարտահայտեն իրենց հույզերը, թույլ տվեք, որ արտահայտեն եւ դուք դրանից միայն ուրախացեք, որովհետեւ ձեր բալիկը կսկսի ավելի մեծ քայլերով զարգանալ եւ դրսևորել իր սեփական ուժերը եւ սոցիալիզացվել ավելի արագ, քան դուք պատկերացնում եք կամ կարող եք պատկերացնել։ Ձեզ հետ Արմինե Գրիգորյանն էր, թվագիծ, շատ հաճելի էր, մենք դեռ կհանդիպենք, այսօր այսքանը, ցանկանում եմ լավ օրեր եւ ջերմ ուրեմն հանդիպումներ, որոնք ձեր հոգին կփառավորեն, կուրախացնեն ձեզ եւ դրական էմոցիաներ կհաղորդեն ձեզ։ Այսօր այսքանը, կհանդիպենք շուտով, առայժմ